Աքաբ թագավորը ուներ ամեն ինչ, բայց նա ագահ էր ու նախանձ և ուզում էր ավելի շատ ունենալ։ Նա չէր սիրում, երբ իր խնդրանքներին ոչ էին պատասխանում։ Մի անգամ նա տեսավ Նաբոթի գեղեցիկ այգին և ուզեց ձեռք բերել այն։ «Քո այգին գտնվում է իմ տան հարևանությամբ», ասաց Աքաբը։ «Ես ուզում եմ գնել այն քեզնից, կամ, եթե ուզում ես, փոխարենը կտամ մի ուրիշ այգի»։ Բայց Նաբոթը պատասխանեց. «Ոչ, շնորհակալություն, ես չեմ կարող վաճառել քեզ այս այգին։ Աստծուն դա հաճելի չի լինի։ Այգին երկար տարիներ պատկանում է իմ ընտանիքին։ Այստեղի հողը լավն է և լավ խաղող է աճում։ Մեզ ոչ քո փողերն են պետք, ոչ էլ ուրիշ հող»։ Թագավորը զայրացավ և գնաց տուն։ Նա զրկվեց ախորժակից և մտավ անկողին։ Աքաբի կինը, Հեզաբելը, մոտեցավ և հարցրեց. «Ինչու ես զայրացած, ինչու ոչինչ չես ուզում ուտել»։ «Նաբոթը չի ուզում այգին ինձ վաճառել», ասաց Աքաբը, «իսկ այգին ես շատ եմ հավանում»։ Հեզաբելը իր մարդուն այսպիսի մի նամակ գրեց. «Նաբոթի մասին կեղծ լուրեր տարածեք և նրան թող սպանեն»։ Մարդն արեց այնպես, ինչպես ասել էր Հեզաբելը։ Հեզաբելը ասաց Աքաբին. «Նաբոթը մեռած է, կարող ես վերցնել նրա այգին»։ Աստված Աքաբի մոտ ուղարկեց Եղիա մարգարեին։ Եղիան մերկացրեց թագավորին և ասաց. «Աստծու պատվիրաններն ասում են, որ ոչ մի մարդ իրավունք չունի սպանել մեկ ուրիշի և գողություն անել։ Դու չհնազանդվեցիր պատվիրաններին, և Աստված կպատժի քեզ»։